Ողջույն սիրելի մեծիկներ եւ փոքրիկներ։ Եթերում բարև ես եմ հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ծնողներին հաճախ են հուզում երեխայի սնվելու հետ կապված հարցերը։ Երեխայի ուտելու ձևը կամ ընդունված սննդի քանակը։ Երեխայի ախորժակը կարող է շատ փոփոխական լինել։ Ճաշի ժամը երեխայի համար պետք է լինի հաղորդակցման եւ ուսուցման հաճելի փորձառություններով լի։ Ծնողը պետք է նստի երեխայի կողքին, խոսի նրա հետ, օգնի ուտել եւ օրինակ ծառայի նրան, ցույց տալով պատշաճ վարքագիծ։ Բազմատեսակ կերակուրները կարող են ընդարձակել երեխայի փորձառությունները կերակուրների նկատմամբ եւ բավարարել նրա նախասիրությունները։ Երեխային կերակրելուն պետք է բավականաչափ ժամանակ տրամադրել։ Կարծում եմ կռահեցիք։ Եթերում Համեղ ժամ էջն է։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, բարև ես եմ հաղորդաշարի Համեղ ժամ էջն է այս պահին եթերում եւ ուրախ եմ, որ Տաթևիկը մեզ էլ հրավիրեց, որպեսզի մեր սիրելի ֆիրմային համեղ ուտեստներից պատրաստենք ու նաեւ բաղադրատոմսով կիսվենք ձեզ հետ։ Այս պահին ինձ հետ իմ փոքրիկ տղան է, ով երբեմն ինձ օգնում է տարբեր ճաշատեսակներ պատրաստելիս եւ մի խումբ աղջիկներ, ում ես շատ սիրում եմ եւ իմ զարմուհիներն են եկել են օգնելու, որպեսզի կարողանամ ավելի արագ ու հեշտությամբ պատրաստել իրենց սիրելի համեղ ուտեստները։ Եվ այսպես պատրաստեք աղջիկներ եւ տղաներ, գնացինք։ Ինչ ենք պատրաստելու։ Հիմնական մեր ուտեստը կլինի cordon bleu, ֆրանսիական անվանում ունի, բայց ինքը շվեյցարական ուտեստ է, շատ հեշտ է պատրաստվում, քանի որ այս պահին սիրելի հեռուստադիտողներ մենք ունենք ընդամենը 1 ժամ եւ լույսերը պիտի անջատվեն, պիտի հասցնենք եւ մեր հիմնական ուտեստը պատրաստել եւ ձեր սիրելի դեսերտը։ Դեսերտը պատրաստելու ենք շոկոլադե ֆոնդան, ինքը ֆրանսիական ուտեստ է, բայց անգլիացիները անվանում են նաեւ լավա քեյք։ Երևի շատերը պատկերացրեցին ու հիշեցին, դա շոկոլադե կեքսիկներն են, որոնք ներսում հեղուկ շոկոլադը թափվում է եւ ուտում են հիմնականում պաղպաղակով։ Դրա համար աղջիկները բոլորն էլ դա սիրում են։ Դե լավ, սկսենք աշխատանքը, որպեսզի ամեն ինչ հասցնենք։ Հա, Արամը շատ է սիրում շոկոլադե ֆոնդանը ու նա արդեն պատրաստ է ուտելու։ Սոֆիան, դուք կհիշեք երևի հեռուստադիտողներից շատերը բարև ես եմ հաղորդման ընթացքում, նա ինչ էջ էր վարում, Սոֆ։ TikTok-ի էջներ վարում։ Հիմա Սոֆիան կպատրաստի իր սիրելի աղցանը, որ ինքը սովորաբար իր մայրիկի հետ, նույնիսկ հիմա առանց մայրիկի է արդեն պատրաստում։ Մեզ պետք է դրա համար լոբի կանաչ, հավի կրծքամիս եւ պետք է եգիպտացորեն։ Այս է քո եգիպտացորենը։ Իսկ մենք պատրաստելու ենք իմ նշած cordon bleu-ն։ Մեզ պետք է հավի կրծքամիսը երկարությամբ, ինչպես սովորաբար լանգետը պատրաստում եք։ Բարակ շերտով կտրտում ենք հավի կրծքամիսը, որպեսզի մենք կարողանանք ներսում փաթաթել համեղ պանիր եւ խոզապուխտ։ Սարին, այս պահին դու վերցնում ես մուրճը, մի հատ ծեծիր, հետո կհամեմենք։ Մի քիչ ուժեղ խփիր, որպեսզի ինքը ավելի նուրբ դառնա ու ավելի բարակ։ Սարինեն արդեն ավարտել է, հավի կրծքամիսը պատրաստ է, մնացել է համեմենք աղով եւ պղպեղով։ Կարող եք ցանկացած այլ համեմունք օգտագործել, եթե ձեր ընտանիքում ձեր երեխաները սիրում են համեմունքներ։ Եվս մեկ անգամ անենք Սարին, որպեսզի համեմունքները եւս ինչպես պետք է ներծծվեն, աղը եւս լցնենք։ Կարող եք շատ չլցնել աղ, որովհետև մենք նաև պանիր ենք օգտագործելու ներսում, իսկ եթե պանիրը աղի է, ապա այն արդեն աղը կունենա իր ներսում, բայց ես այս պահին վերցրել եմ սուլուգունի պանիր, որը շատ աղի չէ, ինձ թվում է երեխաներին ավելի լավ կլինի։ Կրծքամսի սենց կտորի վրա դնում ես 1 կտոր խոզապուխտ եւ 1 կտոր պանիր։ Դնում ես, հետո փաթաթում ենք միասին, կարող ենք օգտագործել ձողիկները, ահա այսպիսի ձողիկներ, որպեսզի հեշտությամբ լինի, հետո թաթախելու ենք բաքսիմատի, ալյուրի եւ ձվի մեջ։ Վերցրու, սիր։ Կարող ես այսպես փաթաթել։ Փաթաթենք եւ այսպես։ Կարող ենք 2 ձողիկ դնել, որպեսզի բաքսիմատի եւ ձվի մեջ թաթախելիս
այն չթափվի։ Ճիշտն ասած, իմ երեխաները ավելի շատ բանջարեղեն եւս սիրում են։ Այս պահին չեմ օգտագործել բանջարեղենից պատրաստված ուտեստներ չենք անում, որովհետեւ միշտ չէ լինում, որ բոլոր բանջարեղենի տեսակները մենք կարողանանք միաժամանակ գտնել։ Օրինակ իմ տղան, մեծ տղան շատ է սիրում ռատատույ, որի համար գրեթե բոլոր բանջարեղենի տեսակները օգտագործվում են, բայց ցավոք մեր խանութներում չենք կարողանում գտնել։ Սկզբում ալյուրի մեջ ենք թաթախում, հետո թաթախում ենք ձվի մեջ, հետո արդեն չորացրած հացի պաքսիմատի մեջ ենք թաթախում։ Ունենք կարակ, կարակը նաև դնելու ենք վերևում։ Ամանը որպեսզի եւ ավելի համեղ կստացվի կարակով, նաև չի կպնի։ Ալյուրը արեցիր, հետո սա, հիմա պաքսիմատի մեջ։ Ահա, այսպիսի կլորիկներ ունենք արդեն, դրանք հերթով կարող ենք դասավորել։ Ես վերջացրեցի հավի կրծքամիսը, հիմա Կտրատում ես կանաչ լոբին։ Կորդոն բլու ֆրանսիական ծագումունի անվանումը, նշանակում է կապույտ ժապավեն։ Տարբեր լեգենդներ կան կապված ծագման հետ, ասում են, որ խոհարարներին ֆրանսիական թագավորը շքանշան էր տալիս հենց կապույտ ժապավենով եւ դրանից առաջացել է այդ անվանումը։ Չնայած տարբեր լեգենդներ կան եւ ապացուցված չէ թե ինչպես է այն առաջացել, բայց կարծում եմ երեխաների համար այն թեթև ուտեստ է, շատ արագ պատրաստվող, արդեն կարող ենք դնել ջեռոցում, երեխաները պատրաստել են, ամեն մի կտորի վերևում դնում ենք մի կտոր կարակ, որպեսզի եւ հավի կրծքամիսը ավելի հյութեղ կստացվի եւ ավելի կարմիր կստացվի։ Դնելու ենք ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանը եւ մոտավոր 15-ից 20 րոպեում այն պատրաստ կլինի։ Եվ այսպես մեր կորդոն բլուն արդեն ջեռոցում է, անցնում ենք դեսերտին։ Ինչպես ասել եմ, դեսերտը պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան կամ լավա քեյք, ինչպես անգլիացիներն են ասում։ Մեզ պետք է 100 գրամ շոկոլադ, սովորաբար պատրաստում են դառը շոկոլադից, իսկական ֆոնդանը, բայց քանի որ մեր համտեսողները երեխաներ են լինելու, մենք որոշեցինք մուկ շոկոլադ։ Բայց խորհուրդ չի տրվում կաթնային շոկոլադ օգտագործել, որովհետև այն էֆեկտը, որ կթափվի այդ լավան, խվածքի ներսից կարող է չստացվել կաթնային շոկոլադով։ Մենք ունենք էկոլոգիապես մաքուր բելգիական շոկոլադ։ Դուք էլ անպայման ընտրությունը կատարեք ճիշտ, որպեսզի հիմնական բաղադրատոմսի հիմնական գաղտնիքը հենց շոկոլադի մեջ է։ Եվ այսպես 100 գրամ շոկոլադը հալեցնելու ենք մեր մոտ 50 գրամ կարակի հետ։ Մեզ պետք է 2 ձու, մի քիչ աղ, ֆոնտանա ինեն։ Մոտ 50-60 գրամ շաքարավազ, բայց ես այս պահին կօգտագործեմ փոշին, շաքարի փոշի, որպեսզի ավելի հեշտ ստացվի, քանի որ այս պահին ես միքսեր չեմ օգտագործում, այլ կփորձեմ պատառաքաղով անել։ Ինքը շոկոլադը արդեն կտա որոշակի քաղցրություն, դրա համար շատ շաքարավազ մեզ պետք չէ, մի քիչ հարենք ձուն քաղցրի հետ։ Իդեպ ասեմ նաև, որ օգտագործել եմ տնական ձու, շատերը չեն սիրում թխվածքների մեջ տնական ձու, բայց քանի որ այն կիսաեփ է, այսինքն մենք լրիվությամբ ընդամենը 7 րոպե ենք պահելու ջեռոցի մեջ, դրա համար թարմ ձուն երևի երեխաների համար ավելի լավ կլինի։ Իդեպ շոկոլադե ֆոնդանը առաջացել է խոհարարի, այսպես ասած, սխալի պատճառով։ Չեմ հիշում խոհարարի անունը, բայց փորձելով կեքսեր պատրաստել, նա ժամանակից շուտ է հանել այդ կեքսերը ջեռոցից եւ դրանք մի քիչ լավ չեն ստացվել, այսինքն մեջը մնացել է հեղուկ, բայց տեսնելով, որ ինչքան համեղ է այն ստացվել, որոշեցին, որ այդպիսի ուտեստ էլ կարող է լինել։ Կարծում եմ այսօր շատ մեծերի ու նաև փոքրերի սիրած դեսերտն է համարվում լավա քեյքը կամ շոկոլադե ֆոնդանը։ Եվ այսպես արդեն շաքարավազը լուծվել է, ավելացնում ենք եւս հավասարաչափ 50 գրամ ալյուր, 50 գրամ շաքարավազ, հավասար քանակությամբ։ Շատերը ավելացնում են նաև կակաո, դա ձեր ցանկությամբ կարող եք անել։ Այս խառնուրդը արդեն պատրաստ է, մենք պետք է կամաց խառնուրդի մեջ ավելացնենք շոկոլադը կարակի հետ, բայց միշտ տապեք, թող այն լինի գոլ, ոչ շատ տաք, որպեսզի ձուն իրեն ճիշտ դրսևորի այս դեսերտի մեջ։ Մեր շոկոլադի եւ կարակի խառնուրդը աստիճանաբար ավելացնում ենք մեր
ձվի եւ շաքարի ու ալյուրի խառնուրդին։ Ապրի Սաթեն, մեզ օգնեց Սաթեն ստանալ արդեն մեր վերջնական տեսքով շոկոլադե ֆոնտանի հումքը։ Ջեռոցում պահելու ենք ընդամենը 7-ից 10 րոպե, որպեսզի ինքը արտաքին մասը լինի մի քիչ ամրանա, իսկ ներսը մնա հեղուկ։ Անպայման չմոռանաք մատուցել պաղպաղակով եւ մենք որոշել ենք ձևավորել ելակով եւ անանուխով։ Այո, սպիտակ պաղպաղակով։ Ու կարևոր է, որ մատուցենք ֆոնդանը տաք վիճակում, սառը պաղպաղակի հետ միասին։ Եվ այսպես մեր ուտեստները պատրաստ են։ Ինչ ենք լցնում սկզբից, Սոֆիայի պատրաստած աղցանից, ամեղ այս սեզոնին աղցան, պատրաստեն նաև մեր կորդոն բլյու, մատուցելու ենք շոկոլադե ֆոնդանը ելակով, անանուխով են ձևավորել եւ կարող եք վերջում, եթե սիրում եք, շաքարավազի փոշի։ Եվ այսպես արդեն պատրաստ է, մնում է ավելացնենք պաղպաղակը։ Ով է շատ պաղպաղակ սիրում, ձեռք է բարձրացնում, ապրես։ Սով համեղ էր։ Շատ, բայց իմ աղցանն էլ է համեղ։ Շատ լավ։ Եվ այսպես պատրաստեք ձեր երեխաների հետ, պատրաստեք ձեր հարազատների հետ, պատրաստեք ձեր սիրելիների հետ եւ անպայման համեղ կստացվի։ Շնորհակալություն, որ դիտում եք մեզ։ Շարունակում ենք մեր ծրագիրը։ Երեխայի առօրյան հետաքրքիր դարձնելու բազմաթիվ տարբերակներից է սեփական ձեռքերով շինվածքներ պատրաստելը։ Մանր մոտորիկան, շարժողական ակտիվությունը նպաստում է նյարդային, մկանային եւ ոսկրային համակարգերի զարգացմանը։ Երեխայի մանր մոտորիկայի զարգացմանը նպաստելու համար պետք է սկսել դեռ շատ մանկուց, երբ նա փորձում է իր ձեռքն առնել վառ գույներով, իրերը եւ խաղալիքները, ինչպես նաեւ փորձում է այն բռնել մեկ ձեռքով։ Եթերում հմուտ ձեռքեր էջն է։ Բարև ձեզ, ձեզ հետ է Մարիամը։ Այսօր մենք միասին կպատրաստենք զամբյուղ։ Զամբյուղ պատրաստելու համար մեզ հարկավոր է ժապավեններ, արհեստական մրգեր, տերևներ, տարա։ Տարան կարող ենք վերցնել պլաստմասե կամ թթվասերի տարա, այն ինչ կա մեր ձեռքի տակ։ Վերցնում ենք տարան եւ նրա միջով անց ենք գցնում ժապավենը։ Ժապավենը ամրացնելուց հետո նրա վրա գցնում ենք արհեստական մրգերը։ Մրգերը ամրացնելուց հետո ամրացնում ենք բռնիչը։ Վերջ, պատրաստեցինք զամբյուղը։ Հուսով եմ ձեզ դուր եկավ։ Զամբյուղը կարող եք դնել տան փոքրիկ անկյունում կամ կարող եք նրա մեջ տեղադրել ձեր զարդերը կամ այն ինչ ցանկանում եք։ Այսօրվա համար այսքան։ Ձեզ հետ է Մարիամը։ Ցտեսություն։ Կան երեխաներ, որ ծնված օրվանից գրքի սիրահարներ են։ Նրանք կարող են ժամերով զբաղվել ընթերցանությամբ։ Իսկ կան նաև երեխաներ, ովքեր ընթերցել չեն սիրում, հատկապես հեռուստացույցներով եւ համակարգչային խաղերով լի մեր առօրյայում։ Գիրք ընթերցելը կարելի է համեմատել սպորտով զբաղվելու հետ։ Սպորտով զբաղվելու ժամանակ աշխատում եւ ուժեղանում է մեր մկաններ, իսկ գիրք կարդալու ժամանակ աշխատում է ուղեղը, զարգանում է երևակայությունը, մտածողությունը, հիշողությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան երեխան շատ գիրք է կարդում, այնքան հարստանում է նրա բառապաշարը։ Վաղ տարիքում զարգացած կարդալու հմտությունները կապված են հետագայում բարձր ինտելեկտի հետ։
Ընթերցանությունը լիցքաթափում է նաև սթրեսից։ Եթե ձեր երեխան չի սիրում գիրք կարդալ եւ հաճույքով չի անում դա, ապա մի կողմ դրեք ամառային արձակուրդների դպրոցի հանձնարարած գրքերը։ Ապա փորձեք գտնել հետաքրքիր եւ հոգեհարազատ թեմաներով գրքեր եւ միասին ընթերցեք նրա հետ։ Հիշեք, որ ընթերցասիրության համար առաջին քայլը վարժ կարդալ սովորելն է, իսկ վարժ կարդալու համար պետք է շատ եւ շատ ընթերցել։ Նաեւ հիշեք, որ ինչքան շատ գիրք ընթերցեք, այնքան շատ հաջողությունների կհասնեք։ Եթերը շարունակում է գրքասեր էջը։ Մկստանում սով էր, գզիր նկավ դռնեդուր, բոլոր մկներին ահել ջահել ջոկ, տեղովի կանչեց ժողովի, թե ինչ անել, որ կատվից մի հնարքով ազատվել, մի սոված անտեր պատվավոր մուկ զանգ էր բերել իր հետ, որոշեցին զանգը կախել կատվի վզից, կատվի վզից մենք կախտանք, որ ինչքան էլ օրորա, որ ինչքան էլ շորորա, ստից սատկի տազանի, գալն իմանա գազանի, է զանգը ով կախանի, ալա դու, ալուն տոնի, բալա դու, բալուն կախի, չալա դու, չալուն կախի, մստա դու, մստոն կարճ է, փստոդու, էդել խիղճ է, համբոդու, ես տկար եմ, չամբոդու, ասենք տարա, բայց տեսնեք ով է այդ հերոսմուկը, որ կհամարձակվի զանգը կախել կատվի վզից։ Բտոնը խոտոն որոշեցին, թեկուզ կյանքի գնով զանգը կախել կատվի վզից։ Մտնեց մեկը կախը, հրաժարվեց, մյուսը տկար, մյուսն էլ վախկոտ։ Բտոնը խոտոն որոշեցին թեկուզ կյանքի գնով զանգը կախել կատվի վզից։ Նրանք զանգը կախեցին քնած կատվի վզից ու բուկ փախան։ Այդ օրվանից Մկստանը ուտում խմում քեֆ է անում։ Ես շատ եմ սիրում այս առակը, սիրում եմ բեմականացնել եւ կարդալ իմ ընկերների եւ հարազատների համար։ Առաջին անգամ երբ ուսուցչուհիս հանձնարարեց սովորել անգիր, ես միանգամից սիրեցի մկների ժողովը։ Այն ուսուցանում է, որ կյանքում պետք է լինենք համարձակ եւ ոչնչից չվախենանք։ Իսկ թշնամուն իրեն արժանի դաս տանք։ Ամառային արձակուրդներին ես կշարունակեմ կարդալ հայկական ժողովրդական առակներ եւ հեքիաթներ, որովհետեւ դրանք ուսուցանում են մեզ կյանքի կարևոր դասեր։ Ոչինչ չի զարմացնում, երբ ամեն ինչ զարմացնում է։ Այդպիսին է երեխայի առանձնահատկությունը։ Կհանդիպենք